Մեր այսօրվա դասախոսության թեման պետք է լինի մեծ հայք Հռոմ ռազմաքաղաքական հարաբերությունները Արտավազդ երկրորդի օրոք Քրիստոսից առաջ 55-34 թվականներ երկբևեռ աշխարհակարգի մարտահրավերը Նախորդ դասախոսությունը որ մենք նվիրել էինք Տիգրան երկրորդի վերջին շրջանի իմաստնավորի պատմությանը մենք այնտեղ մի նրբերանգ դիտմամբ բաց թողեցինք այստեղ Արտավազդի կապակցությամբ շեշտադրելու համար իմաստը հետևյալն է երբ Տիգրանը հռոմեացիների հետ կնքեց Արտաշատյան դաշնագիրը հանկարծ դրանից հետո Բարթավարքայից հրահատ երրորդից նամակ ստացավ, թե եկ վերականգնենք մեր բարեկամական հարաբերությունները ապագա մարտահրավերներին ընդառաջ։ Բարթավարքան հասկանում էր, որ փորձությունները դեռևս առջևումն են, որ հռոմեացիները այստեղ կանգ չեն առնելու։ Եվ Տիգրանը ընդունեց նրա առաջարկը համաձայն Դիոն Կասիուս պատմագրի եւ աշխատեցին դա այնքան էլ խորը գաղտնիք չպահել ամենայն հավանականությամբ Պոմպեոսը գիտեր սրա մասին բայց որևէ հակազդություն սրա նկատմամբ նա չցուցաբերեց Ստացվեց մի տարօրինակ, մինչ այդ չընկալված, չտեսնված հարաբերությունների համակարգ։ Մեծ հայքը բարեկամական հարաբերությունների մեջ էր մտել Հռոմի հետ, բայց միևնույն ժամանակ նույնատիպ հարաբերությունների մեջ էր մտնում նաև Պարթևստանի հետ։ Իբրև այս հարաբերությունների կարմիր գիծ, իսկ իրենք լատիներեն կասեին հռոմեացիները terminus ultimus, այն էր, որ հայոց պետությունը խոստանում էր, պարտավորվում էր Հռոմին չգործել իր շահերի դեմ, խոստանում էր Պարթևստանին ևս չգործել իր շահերի դեմ։ Քանի որ մենք արդեն ասել ենք այդ դարաշրջանում բարեկամը իր ծայրահեղ դրսևորմամբ նա էր, որ մեր դեմ չէ։ Եվ այսպես ձևավորվեց այս երկակի հարաբերությունների մեխանիզմը, որը պետք է Արտավազդ երկրորդի դարաշրջանի երևի արտաքին քաղաքական հարկավ հարաբերությունների հիմնական բովանդակությունը ներկայացներ։ Տիգրանից հետո իր ձեռքը վերցրեց մեծ հայքի իշխանությունը։ Կարծիք կա, որ Տիգրանի կառավարման վերջին շրջանում նա եղել է հոր կառավարչակիցը, այսպես էին վարվում հելենիստական արքաները իրենց գահաժառանգների հետ, նրանց մտցնելու գործերի ընթացքի մեջ։ Ինչևէ, Արտավազդը սկսեց կառավարել այս սկզբունքով։ Նա առերեսվում էր երկրում առկա մի շարք խնդիրների։ Մեծ հայքը ֆինանսական մեծ կորուստներ էր կրել այդ Լուկուլոսի, ապա Գնեոս Պոմպեոսի հետ առնչություններում։ Երկրի տնտեսական կյանքը այս առնչությամբ տկարացել էր։ Զորացել էր տոհմի քաղաքանին, տկարացել էր փոքր-ինչ վարչական ավականին, եւ արքան պետք է խուսանավեր, հավասարակշռեր այս երկու կողմերի միջև, եւ դրան շուտով գումարվեց արտաքին քաղաքական բավական մեծ դժվարություն։ Մենք արդեն ասել ենք, Հռոմում 60 թվականին Քրիստոսից առաջ ձևավորվել էր եռապետություն, առաջին եռապետությունը, որի մեջ մտնում են Հուլիոս Կեսարը, որի մեջ մտնում էր Գնեոս Պոմպեոսը և Մարկուս Կրասուսը։
56 թվականին այս երապետությունը վերականգնվեց, վերաշինվեց։ Իբրև դրա դրսևորում եղավ այն, որ 55 թվականին Գնեոս Պոմպեոս և Մարկուս Կրասուսը համատեղ կոնսուլություն ունեցան Հռոմում, թեև էական համարյա ոչինչ չարեցին։ Բայց պաշտոնավարությունից հետո Կրասուսը ստանում էր արևելքի կառավարումը և նրան լիազորվում էր պատերազմ վարել պարթևների դեմ։ Եվ Հռոմում շշուկներ էին թրացվում, թե նա երազում է Ալեքսանդր Մակեդոնացու փառքը կրկնել, պարթևներից հետո անցնել Հնդկաստան, մինչև օվկիանոս, գերազանցել անգամ Ալեքսանդրին։ Ինչևէ, 54 թվականին մենք արդեն այս մասին ասել ենք, երբ նա փորձում էր դուրս գալ Հռոմից և իր բանակը առաջնորդել դեպի Բրունդիզիում նավահանգիստը, իսկ այնտեղից դեպի արևելք, հռոմեական ժողովրդական տրիբունները, հիշեցնենք, նրանք ունեին վետոյի իրավունք Հռոմ քաղաքի տարածքում, փակել էին քաղաքի դարպասները և Կրասուսին դուրս չէին թողնում քաղաքից, ըստ Պլուտարքոսի, հայտարարելով, որ նա գնում է կռվելու պարթևների դեմ, իսկ պարթևները հակահռոմեական ոչինչ չեն ձեռնարկել, թշնամական ոչինչ չեն արել։ Եվ միայն Գնեոս Պոմպեոսը իր հեղինակությամբ և ազդեցությամբ եկավ բացեց դարպասները և ճանապարհ տվեց Կրասուսին հեռանալու։ Ժողովրդական տրիբուններից մեկը կանգնած քաղաքի պարիսպների վրա հայտարարեց, որ գնալու ես, բայց հետ չես վերադառնալու, իսկական թատերական տեսարան էր։ Եվ սա եկավ իր զինվորների հետ 5 լեգիոն, 30-35 հազար և օժանդակ ուժերի հետ միասին 40, գուցե 50 հազարի հաճապ զորք եկավ արևելք, հաստատվեց Անտիոք քաղաքում սելևկյանների։ Այստեղ նա իր մոտ էր հրավիրում դաշնակիցներին, բարեկամներին, բոլորից փող էր կորզում, կողոպտեց Սիրիայի, Ասորիքի քաղաքները, մտավ անգամ Հուդայի թագավորություն, մտավ հրեաների սրբություն սրբոցը և այնտեղից կողոպտեց 10,000 տաղանդ։ Հիշենք, որ Պոմպեոսը իրենից առաջ մտել էր այստեղ և մի ցեղիսկ չէր վերցրել այստեղից, հարգելով հրեաների իրավունքները։ Բայց սա լրիվ այլ մարդ էր, նա իրեն բացարձակ տիրակալ էր զգում արևելքում։ Եվ հենց այդ ժամանակ էլ 54 թվականին նրա զորքերի մի մասը անցան Եփրատ գետը, առանց պատերազմ հայտարարելու, առանց որևէ նախնական նախազգուշացման, մտան հյուսիսային միջագետքի տարածք, ինչ տարածքներ գրավելու։ Պարթևները նրա մոտ ուղարկեցին դեսպանություն հարցնելու, թե ինչ հիմամբ, ինչ պատճառով, ինչ իրավունքով, բայց նրանց պատասխանելու փոխարեն հռոմեական այս եռապետը հոխորտաց և ոչինչ ավել։ Այս մասին իմացան բոլորը։ Այնուհետև հեղինակը հռոմեական Պլուտարքոսը ասում է, որ Կրասուսը չափազանց ուրախացավ, երբ իր մոտ ժամանեց Արտավազդ հայը։ Նա եկել էր 6000-անոց իր թիկնազորով, ընտիր հեծելազոր։ Մենք խոսել ենք այս մասին։ Եվ Կրասուսի հետ բանակցեցին, Կրասուսը խոսեց իր ծրագրի մասին, որ գնալու է հյուսիսային միջագետքի ճանապարհով, ավերելու է Սելևկիան, Տիգրիսի Սելևկիա հարուստ քաղաքը, այնուհետև պարթևների մայրաքաղաքը Դիսբոնը, այնուհետև շարժվելու է առաջ, և Արտավազդին էլ պահանջեց, որպեսզի Արտավազդը միանա իրեն։ Կրասուսը ակնհայտ էր, Արտավազդին վերաբերվում էր իբրև դաշնակից, բայց Արտավազդն էլ
իր կողմից։ Իրեն պահում էր իբրև բարեկամ, թե մասնակցելու կամ չմասնակցելու հարցը ինքն է որոշում։ Եվ ինքը առաջարկեց իր ծրագիրը, թող հռոմեացիները Պարթևստանի վրա գնան, հարավային Հարեստանի լեռնոտ և բլրաշատ տարածքներով, ինքը նրանց ամեն ինչով կապահովի։ Թերևս Արտավազդը սա առաջարկում էր շատ լավ իմանալով, որ հռոմեացին չի հրաժարվելու իր ծրագրից, բայց նա ցուցանում էր իր ստատուսը։ Հռոմեացին Կրասուսը մերժեց Արտավազդի այս առաջարկը և շատ էսպես կորեկտ սառը տոնով շնորհակալություն հայտնեց։ Արտավազդը հեռացավ մեծ հայք։ Հաջորդ տարի պետք է սկսվեին իրական ռազմական գործողությունները։ Պարթև նոր արքան, Օրոդես երկրորդ արքան, իր բանակը բաժանեց երկու հատվածի։ Մեկը սպահապետ, հայերեն կլինի սպարապետ, Սուրենի գլխավորությամբ, պետք է լիներ 10-12 հազար ընտիր հեծելազոր, ուղարկեց Կրասուսի դեմ։ Հյուսեյն միջագետք, տեսեք, որ ինքը չի գնում արքան, Կրասուսին իրեն հավասար չի դիտարկում։ Իսկ ինքը հարձակվեց մեծ հայքի արևելյան հարավարևելյան սահմանների վրա։ Արտավազդը այս մասին տեղեկացրեց Կրասուսին, թե եկ միասին ընդդիմանանք պարթևներին, Կրասուսը սա համարեց, որ ինքը չի կարող գալ նրան օգնության, Կրասուսը սա համարեց դավաճանություն և խոստացավ հաղթանակից հետո անպայման հաշվեհարդար տեսնել Արտավազդի հետ։ Իսկ պարթև և հայ զորքերը հանդիպելով իրար հետ մի քանի անգամ ընդհարումներ ունենալուց հետո եկան այն համոզման, որ պետք է վերջացնեն այս կոնֆլիկտը։ Եվ այդպես էլ եղավ։ Կողմերը սիրով, եկան համաձայնության և կնքեցին դինաստիական ամուսնություն։ Տիգրան Մեծի դուստրը, Տիգրանը երևի շատ ծեր հասակում էր նրան ունեցել, ամուսնանում էր Պարթև արքայի որդու հետ, Բակուրի հետ, որ շատ տաղանդավոր պետական գործիչ էր, շատ տաղանդավոր ռազմական գործիչ էր նաև։ Եվ երկու կողմերը եկան արտաշատ այս դինաստիական ամուսնությունը նշելու համար։ Բայց տեղափոխվենք պատերազմի երկրորդ միջագետքյան հարթություն։ Կրասուսը Զևգվայի մոտ անցավ Եփրատի սահմանը և դանդաղ ընթացքով շրջվեց տափաստաններով, անջրտի, անմարդ, անբնակավայր տարածքներով, որտեղ նրան ժամանակ առ ժամանակ այցելում էին արաբ ցեղառաջնորդները, ինչ-որ խորհուրդներ տալիս, սխալ ճանապարհներ ցուցանում և հետո անհետանում էին։ Կրասուսը դա հետագայում հասկացավ, թե սա ինչ ռազմավարության հետևանք է, և կամաց շրջվեց դեպի այս երկրամասի խորքերը։ Եվ այստեղ նա Խառան քաղաքի մոտ բանակեց իր զորքը և սպասում էր, որ հիմա պարթևները կգան, կլինի խոշոր գլխավոր ճակատամարտ, ինքը կհաղթի այդ ճակատամարտում և ամեն ինչ կընթանա ըստ իր պլանի։ Նշենք, որ հռոմեացիները առաջին անգամ էին, որ հանդիպում էին ռազմավարության և մարտավարության նոր տակտիկայի։ Հարկավ, եթե նկատի չունենանք Լուկուլոսի դեպքը, երբ նա կռվում էր մեծ հայքում Տիգրան II-ի դեմ 68 թվականին, բայց այս մասշտաբի պարթևական մարտավարության և ռազմավարության հետ նրանք չէին հանդիպել։ Հռոմեական բանակը հոծ զանգված էր։ Լեգիոնը 5500-ից 6000 զինվորից բաղկացած իր օգնական ուժերի հետ միասին
զինվորները ունեին իրենց հագուստը, իրենց սպառազինությունը, Գլադիուս կարճ սուր իրենց ձեռքին, որտեղ հռոմեացիները չէին պատկերացնում տարածության վրա մարդ սպանել, նրանք պետք է ընդհարվեին իրար հետ եւ կարճ սուրը այստեղ անփոխարինելի էր։ Նրանք ունեին սկուտում մեծ վահանը, 1.20, 1.5 մետր երկարության, որը ծածկում էր համարյա ամբողջովին զինվորին, եւ նրանք ունեին իրենց պիլումը, երկար նիզակը, որի ծայրամասային երկաթը թույլ որակի էր։ Նրանք շպրտում էին դրանք հակառակորդի վրա, խրվում էր հակառակորդի առաջին շարքի վահանների մեջ եւ առաջին շարքը դառնում էր անպաշտպան։ Ապա իրենք հարձակվում էին մերձավոր այսպես ճակատամարտով եւ տանում հաղթանակ։ Բայց այստեղ պարթեւական ռազմավարությունը միանգամայն այլ էր։ Պարթևները ունեին հիմնական ռազմական ուժ, մենք այդ մասին խոսել ենք, կատաֆրակտայի, ծանրազեն հեծելազոր, եւ ձին եւ հեծյալը զրահիտակ էին, մետաղական կամ հաստ կաշվե։ Սա ապագա եվրոպական ասպետների, ռազմավարություններ, մարտավարություններ, զինավարություններ հիշեցնում, բայց ժամանակից առաջ, դրանից մոտ 1000 տարի առաջ։ Սրանք կամ հարձակվում էին հռոմեացիների վրա փոքր ջոկատներով, իսկ հռոմեացիները ոգևորված ընկնում էին նրանց հետևից եւ անցնելով բլուրներից անդեմ, անկողմ հանդիպում էին իրենց սպասող խոշոր բանակային միավորման եւ ջարդվում էին։ Այսպես տեղի ունեցավ Կրասուսի որդու Պուբլիուս Կրասուսի հետ, որը գալլական պատերազմի հերոսներից էր, նշանավոր զորավար եւ եկել էր իր հորն օգնության գալլական հեծելազորով շուրջ 2.5-3000 զինվորով։ Նա սպանվեց այսպես, նա չէր պատկերացնում պատերազմավարության այստեղ կերպը։ Մյուսը պարթևները շրջապատում էին հռոմեական լեգիոնը բոլոր կողմերից կանգնած էին նետաձիգները եւ նրանց կողքին ուխտերը բեռնված նետերով, այև կրակում էին օդ, այնքան շատ էին այդ նետերը, որ ծածկում էին համարյա ամբողջ երկինքը, ասում է Պլուտարքոսը, այնուհետև նետերը շրջվում էին իրենց ծանր գլխիկների, սայրերի ծանրության ներքո եւ արագացող ընթացքով հարվածում էին հակառակորդին նրանց վերևից։ Հակառակորդը ուներ դրա դեմ մարտավարության իր տեսակը, դա կոչվում էր տեստուդո, կրիա, եւ զինվորները իրենց գլխավերևում պահում էին իրենց վահանները, բայց սա չէր չօգնեց Կրասուսին եւ իր զինվորներին, նետերը ջարդում էին վահանները, թափանցում զինվորների մարմինների մեջ։ Զինվորները հալվում էին Կրասուսի աչքի առաջ, ցենտուրիանները հալվում էին, եւ Կրասուսը որոշեց բանակցել Սուրենի հետ։ Իր կողմնակիցների հետ միասին եկավ բանակցությունների, ինքը եկավ։ Նա սովոր էր, որ միշտ իր մոտ էին գալիս։ Բայց այստեղ նրա հետ ոչ մի բանակցությունները չվարեցին, շրջապատեցին, կտրեցին վիզը, գլուխը եւ աջ ձեռքը, իշխանության նշանը։ Դիոնկասիուսը ասում է, անգամ բերանի մեջ լցրեցին հալածո ոսկի, ցույց տալու նրա անչափահասությունը։ Դրանից հետո որոշվեցին, որ Կրասուսի այս գլուխը պետք է ուղարկեն Արտաշատ մայրաքաղաք, որտեղ ընթանում էր հարսանեկան արարողությունը։ Ներկա էին եւ հայոց եւ բարթեված ավականու ծաղիկը։ Եվ այստեղ Պլուտարքոսը նկարագրում է մի տեսարան,
որ հրավիրել էին Դիոնիսոսի տեխնիտներին, թատերական դերասաններին, որոնց ղեկավարն էր Յասոն Տրալացին։ Այսպիսի թափառող դերասանախմբեր կային հելենիստական աշխարհում, եւ արտավազդի ցուցումով նրանք պետք է բեմադրեին Էվրիպիդեսի Բաքոսուհիները։ Տեսեք ինչքան հետաքրքիր է, որ հայոց եւ պարթեված ավականու ծաղիկը ազատ գիտեր հունարեն, ազատ գիտեր հունական գրական ստեղծագործությունները եւ Էվրիպիդեսին, ենթադրելի է եւ Սոփոկլեսին եւ մյուս ողբերգակներին, Էսկիլոսին։ Բոլորը գիտեին, թե ինչի մասին է այս ողբերգությունը։ Ողբերգությունը պատմում է այն մասին, թե ինչպես Դիոնիսոս Աստված արևելքից եկել է Հունաստան իր մոր քաղաքը, Թեբը, Բեովցեի մայրաքաղաք, բայց այստեղ նրան չեն ճանաչում ոչ մոր քույրը Ագավան թագուհի, ոչ նրա որդին Պենթեոսը, եւ Աստված որոշում է պատժել նրանց։ Դիոնիսոսը կարող էր ուղարկել մարդկանց վրա իր մոլուցքը եւ մոլյալ դիոնիսական այս էներգիայով Ագավան եւ իր ընկերուները վազում են դեպի Կիթերոն լեռան գագաթները, այնտեղ տրված տրփանքի եւ մոլուցքի վայրի կենդանիներ են հոշոտում, իսկ Պենթեոսը փոխած իր հագուստը հակած կանաց հագուստ գնացել է նույն լեռները։ Կանանց աչքին նա երևացել է իբրև եղջերու։ Եվ նրանք հոշոտել են նրան։ Հոշոտողներից ամենակգլխավորը իր մայրն է, որ կերել է իր որդու միսը։ Եվ ահա այս տեսարանին Յասոն Տրալացի դերասանը ձեռքից բարձր բռնած եղջերուի մի պատկեր արտահասանում էր, ողբերգության տողերը մենք լեռներից ենք իջնում, մեզ հետ բերելով սրբազան որս։ Հենց այդ ժամանակ դահլիճ է մտնում պարթև արիստոկրատիայի ներկայացուցիչներից մեկը, բանագնացը, որին ուղարկել էր Սուրանը, եւ դահլիճի կենտրոնը շպրտում Կրասուսի գլուխը։ Այդ ժամանակ դերասանը մի կողմ է դնում եղջերուի կոմուֆլյաժը եւ բարձրացնում է Կրասուսի գլուխը եւ նորից արտասանում մենք լեռներից էինք իջնում, բայց կատարվեց մեկ այլ կերպափոխություն։ Պարթև արիստոկրատներից մեկը եկավ նրա կողքը կանգնեց եւ ասաց, որ այդ ես եմ նրան սպանել։ Դու չես սպանել։ Այստեղ դերի ունի մի կարևոր անցում թատերական, պայմանական ժամանակից դեպի պատմական կոնկրետ ժամանակ։ Մայրը չի սպանել իր որդուն, իր անառակ, իր փառասեր, իր ընչասեր որդուն։ Նրան սպանել է պարթև արիստոկրատը։ Մայրը տվյալ պարագային Հռոմն էր, որը չի սպանել Կրասուսին։ Ով էր սրա հեղինակը, այս կերպափոխության հեղինակը։ Տարօրինակ է, որ Պլուտարքոս հեղինակը սրանից անմիջապես հետո ասում է. արտավազդ հայը գրել է բազմաթիվ ջարդասանական, պատմական, թատերերգական գործեր, որոնց մի մասը պահպանվել են։ Մենք մինչև վերջ չենք հասկանում սրա իմաստը, որտեղ էր պահպանվել։ Հունաստանում արտավազդի մահվանից 150-170 տարի անց, սա համարյա թե անկրկնելի փաստ է մշակութային պատմության մեջ, հին հելենիստական, երբ Բարբարոսի գործերը պահպանվում են Հունաստանում։ Ամենայն հավանականությամբ Պլուտարքոսը ձեռքի տակ ունեցել է արտավազդի
այս ստեղծագործությունը, իսկ արտավազդը message հղացք ուներ առ Հռոմ այն մասին, որ Հռոմը չի սպանել, Հռոմը մեղավորություն չունի այս պատերազմի մեջ, եւ այստեղ այս հատվածի սկիզբը, երբ ժողովրդական տրիբունները փակել էին Հռոմի դարպասները եւ չէին թողնում, որ Կրասոսը դուրս գա Հռոմից եւ գնա պատերազմի Պարթեւստանի դեմ, որը ոչ մի ձևով չի խառնել, չի խախտել բարեկամության պայմանագիրը եւ այս վերջին կետի հետ, որ Հռոմը չէ, որ սպանել է իր որդուն, Հռոմը չէ, որ նրան ուղարկել է այս պատերազմի։ Շատ հետաքրքիր է այս իրողությունները ընկալել։ Ստացվում է, որ արտավազդը չի օժանդակել պարթևներին Հռոմի դեմ, հռոմեացիներին էլ չի օժանդակել պարթևների դեմ։ Այսինքն նա իրեն պահել է բարեկամ թե մեկի, թե մյուսի կողմից։ Կա 3 բևեռ, բևեռներից մեկը Մեծ Հայքն է, մյուսը Պարթևստանն է, մյուսը Հռոմն է, որոնց նկատմամբ, ինչպես ասացինք մեր այս դասախոսության սկզբում, Մեծ Հայքը ուներ բարեկամի պարտավորություն, հենց սա էր, որ արտավազդը ուղղում էր խոսք առ Հռոմ։ Եվ եթե Հռոմի պատմությունը նայում ենք այդ ժամանակաշրջանի, ստացվում է մի տարօրինակ պատկեր, երբ Կրասոսի մահվան լուրը, այս տխուր, այս խայտառակ մահվան լուրը հասնում է Հռոմ, ոչ մի ռևանշիստական ձայն չի լսվում Հռոմում, թե գնանք, թե կռվենք, թե վրեժ լուծենք, ոչ Կեսարը, ոչ Պոմպեոսը, ոչ ամբոխի առաջնորդ Կլոդիուս Պուլքերը, ոչ սենատական ավականու առաջնորդ Կատոն Կրտսերը, ոչ ոք։ Միայն 10 տարի հետո, այս դեպքերից հետո Կեսարը պետք է նախագծի արշավանք դեպի արևելք, բայց այնտեղ ոչ մի խոսք չկա, թե գնում է Կրասոսի վրեժը լուծելու։ Երբեմն Հռոմում ձայներ էին լսվում, որ պարթևները ստրկացրել են շուրջ 20,000 հռոմեական լեգիոներների, եւ սա մեծ խայտառակություն է, անպատվություն է Հռոմի նկատմամբ։ Այսպես վերջացավ առաջին դրվագը արտաքին քաղաքական, երբ երկբևեռ աշխարհին մարտահրավեր մշակվեց արտավազդի կողմից։ Կանգ առենք այստեղ։